Ողջույն հարգելիներս, շատ ուրախ եմ մեծ բադիվ ինձ համար նորեն այսօր ձեզ հետ միանալու եւ մենք շատ կարևոր անշուշտ թեմայի մասին թեման պիտի ներկայացնենք կապված Արևմտյան Հայաստանի անկախությունը, բայց անշուշտ մենք պիտի շարունակենք բացատրել ինչպես եւ քանի անգամ Արևմտյան Հայաստանը անկախության ստացավ եւ մենք այդ ցևով կներկայացնենք ընդանուր այս պատմական եւ իրավանական վիճակը, որովհետեւ անշուշտ վերջը ներկայացնենք այսօրվան հետ կապված վիճակը։ Մենք անցյալ շաբաթ ներկայացնեցինք ռուսական դեկրետը կապված Թուրքահայաստանի, Արևմտյան Հայաստանի ինքնավորոշման իրավունքը մինչև անկախություն եւ ես ձեր մոտ դեղադրեցի դեկրետի վերլուծությունները եւ ուսումնասիրությունները եւ ֆրանսերեն լեզվով եւ հայերեն լեզվով եւ հիմա պիտի անշուշտ շարունակենք ինչ պատահեցավ եւ արդեն Ռուսաստանի կողմեն այս դեկրետը զինադատարեն հետո Արևմտյան Հայաստանում ստորագրեցին եւ ինչ հետևանքները ունեցավ։ Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի կողմեն ինքը որպես պետություն ճանաչելով Արևմտյան Հայաստանը հետ քաշեց մեր դարակներուն, բայց նույն ժամանակ թողեց մեզի առանց օգնություն, առանց ուժ եւ որ ճանաչեց մեզի մենք պետք էր մենք այդպես միավորենք, ասենք թե մեր զինված ուժերը միավորենք, որովհետեւ կարողանանք անշուշտ պաշտպանել մեր Արևմտյան Հայաստանը, այդ դարաշքը, որտեղ արդեն գտնվեինք։ Այդ իմաստով է, որ մեր զորավար ընտրանիկը դիմեց Թիֆլիսի ազգային խորհուրդը դաշնակցական, որպեսզի օգնություն ստանա այդ դիմադրությունը կազմակերպելու մեր դարաշքի վրա։ Մանրամասներուն մեջ չեմ մտնելու, որովհետև այդ կետեր չեն մեզ համար ավելի կարևոր, բայց այդ օգնությունը ընտրանիկը չստացավ եւ այդ իմաստով ստիպված իր զորքերով, իր գունդերով հետ քաշեց։ Հետ քաշեց անշուշտ շատ դժվար հետևանքներ ունեցավ մեզի համար, բայց պետք է մենք հասկանանք, որ արդեն Արևմտյան Հայաստանը ճանաչված էր Ռուսաստանի կողմեն։ Նույն ժամանակ ինչ կատարվեցավ Կովկասի մեջ փետրվար 24-ին 1918-ը Կովկասը ինքնալ հայտարարեց իրեն անկախություն։ Նայեցեք ինչ հետևանքներ, ասենք թե դեկտեմբերը ունվար Արևմտյան Հայաստանն է, որ կանկախանա, ճանաչված Ռուսաստանի կողմեն, փետրվարին մեջ արդեն Կովկասն է, Տրանսկովկասն է, որ ինքը կհայտարարի իրեն անկախություն։ Մոտ 1.5 ամիս հետո անշուշտ եւ ստեղծեցին Կովկասի ասենք Թիֆլիսի ազգային խորհուրդը, հայկական ազգային խորհուրդը, մուսավատները, ասենք թուրքերը, թաթարները եւ Վրաստանի ազգային խորհուրդը ստեղծեցին միավորում, ասենք թե այդպես կոչված կառավարություն, ասենք թե որ 3 ամիս տևեց այդ կառավարություն, մինչև որ Ռուսաստանը զինադատարը եւ պայմանագիր Բրեստ-Լիստվոտի պայմանագիր կնքը Գերմանիային հետ։ Այստեղ ալ շատ կարևոր է որ իմանանք, որ Արևմտյան Հայաստանի անկախությունը եւ Տրանսկովկասի պետություններու անկախությունը դարբեր իրավանական փաթեթներն են, դարբեր իրավանական
տեքստերն են։ Մենք մեր գոմեն Արևմտյան Հայաստանի գոմեն մենք ստացանք անկախություն ճանաչված Ռուսաստանի գոմեն, բայց Տրանսկովկազի սեմը ընդհանրապես ոչ մի ճանաչում չստացավ այն ժամանակ, մինակ հայտարարեցին իրենց անկախություն առանց ճանաչում, կնշանակի, որ իրավաբանական տեսանկյունին ոչ մի ուժ չունեցավ այդ անկախությունը, այստեղ ալ շատ կարևոր է, որովհետև ինչ պատահեցավ, որ պատերազմը շարունակվեց, ասենք թե չուզելով օգնել Արևմտյան Հայաստանի անկախ Արևմտյան Հայաստանը, որպեսզի պաշտպանվի, առանձնացնելով հայությունը, մեկ կողմ Արևմտյան Հայաստանի հայերը, մյուս կողմ Կովկասի հայերը, թուրքերը շարունակեցին իրենց գործողությունները Կովկասի մեջ։ Եվ այդ ցևով է, որ վերջը Հայաստան, ասենք թե հայկական Կովկասի հայկական հանրապետությունը Թիֆլիսի ազգային խորհրդի կողմեն հայտարարեցին իրենց ինքնավարությունը հայկական գավառներու վրա։ Սա պետք է հասկանանք, որ անկախության հետ կապ չունի, ասենք թե երբ գսենք, որ մայիս 28 1918 Հայաստան, իբր թե Հայաստան գոչված անկախությունը ունեցավ որպես առաջին հանրապետություն, գուզեմ ասեմ ցեզի, որ լրիվ գեղձիկ է, այդպես բան չի գա, նախ Հայաստանը գտնվեր Արևմտյան Հայաստանի մեջ, Հայաստանն էր, երկրորդ առաջին հանրապետությունը, որ այդպես ներկայացվեց մայիս 28-ը, բայց իրականության մայիս 28-ի հետ կապված ոչ մի փաստաթուղթ չի գա, ոչ մի հիմք չի գա իրավաբանական տեսանկյունին, ագարակ մայիս 28-ը Ադրբեջանի անկախության օրն է, եւ ադիման վրա ուզեցան, ասենք թե իբր թե բացատրել մեր ամբողջ ազգի, որ առաջին հանրապետությունը ստեղծվել է մայիս 28 1918, լրիվ իրավաբանական տեսանկյունին, լրիվ գեղձ է, չի գա այդպես բան, քաղաքական տեսանկյունին, այո, քաղաքական տեսանկյունին ով գուզե կրնա բամը քրել, բամը հայտարարել, բայց առանց ճանաչում եւ այլն, ստիպված ունիսի 4-ը նույն ազգային խորհուրդը Թիֆլիսին քնած Բաթում եւ բարեկամության պայմանագիր ստորագրեց թուրքերուն հետ ունիսի 4-ը 1918 եւ այդ ցևով է որ Թիֆլիսի ազգային խորհուրդը ովևէ ցևով ճանաչում ստացավ Օսմանյան կայսրության կողմեն պատկերացնեք, ասենք թե մենք Արևմտյան Հայաստանը մենք ճանաչում կստանանք Ռուսաստանի կողմեն եւ մենք արդեն մեր կառավարությունը Գորիսը գոյություն ուներ, մյուս կողմեն Թիֆլիսի ազգային խորհուրդը այդպես պայմանավորվեցավ ամեն ինչ Օսմանյան կայսրության հետ, որովհետեւ ինքնալ ովևէ չափով Օսմանյան կայսրության կողմեն ճանաչումն ստանա ունիսի 4-ը 1918-ը անշուշտ Բողոս Նուբարի համար այդ մասնավոր շփոթությունը բավական անընդունելի էր բայց Բողոս Նուբարը շարունակեց իր աշխատանքը մինչև որ արդեն Արևելյան լեգիոնը ազատագրե Պալեստինը, ազատագրե Լիբանան, ազատագրե Սուրիա եւ վերջը ազատագրե Կիլիգիա։ Ասենք թե եթե նույնիսկ Զորավար Անտրանիկը հետ քաշեց եւ թեպի Նախիջևան գնաց, Բողոս Նուբարի կողմեն գործողությունները շարունակվեցին։ Սա շատ կարևոր է, ոչ մեկը ցեզի չեն բացատրել։ Տարբերություն կա, հասկանաք, Թիֆլիսի ազգային խորհրդի ովևէ քաղաքական աշխատանքները եւ իսկական Արևմտյան Հայաստանի, Թուրքահայաստանի ճանաչումը որպես մինչև իրեն անկախություն։ Տարբեր իմքերն են, տարբեր իրավաբանական բացատրություններն են։
Այդպես եղավ, որ մինչև օկտեմբերի 27-ը 1918-ը ընդանուր զինադատարի վիճակը գայնեց առաջին պատերազմը։ Այստեղ կարևոր է եւ վերջին զինադատարը ստորագրեցին օկտեմբերի 30-ին 1918-ը Մուդրոսի զինադատարը։ Ընդանուր վիճակը սարսեցավ, գայնեցավ եւ գայնեցավ մինչև որ բոլոր արդպես պատվիրակությունները մասնակցեն Փարիզում Խաղաղության գիտաժողովը, որը սկսել է փետրվար 26-ին 1919 եւ այստեղ է կարեւոր, որովհետեւ մեր Արմենիան Հայաստանի կողմեն մեր մասնակցությունը եղավ Բողոս Նուբար պատվիրակության կողմեն եւ իրեն ներկայացությունը այդ պատվիրակությունը, որ Բողոս Նուբարը ստեղծվեց, ներկայացնեց հայկական հարցի դարբեր փաթեթները եւ շատ կարեւոր եւ շատ մագարտակով եւ շատ քարտեզներով, ատլասներով եւ բոլոր վերլուծություններով եւ ուսումնասիրություններով ներկայացնեց այդ Խաղաղության գիտաժողովի ժամանակ Փարիզում։ Այդ ցևով արդեն ոչ որպես ասենք օբյեկտ, բայց որպես սուբյեկտ ընդունեցին Արմենիան Հայաստանի պատվիրակություն։ Միացավ այդ պատվիրակությունը Ավետիս Արանյանը, որ կուկար այդպես կոչված Կովկասի հայկական հանրապետության կողմեն։ Կովկասի հայկական հանրապետությունը Հայաստան չի։ Հայաստանն է ներկայացված Արմենիան Հայաստանի կողմեն Խաղաղության գիտաժողովի ժամանակ։ Այստեղ ես գուզեմ, որ դուք ճիշտ պատկերացնեք այդ մասնավոր շփոթությունները, որ կատարվեցան, որովհետեւ թույլ ցևով ներկայացվի մեր պատվիրակությունը այդ Խաղաղության կոնֆերանսի համաժողովի ժամանակ։ Բայց այստեղ է նորեն կարևոր քայլը հրավ Բողոս Նուբարը։ Ինքը մայիսի 15-ը տեսնելով, որ արդեն որպես սուբյեկտ գոյություն ուներ միացված Հայաստանը, կրնանք ասել դերություններու դիմաց, ստեղծեցին մայիս 15-ը 1919 մեկ հատ կառավարություն, Միացյալ Հայաստանի կառավարություն։ Եվ այդ կառավարությունը ստեղծեցին Փարիզում եւ ինքը իրեն նստավայրը նստած էր Փարիզում այդ կառավարություն։ Շատ կարևոր մոմենտ մնե, որովհետեւ այդպես զոր կառավարություն, որպես սուբյեկտ միջազգայինորեն մեծ նշանակություն ուներ մեզի համար։ Բայց ինչ պատահեցավ մայիս 28-ը 1918-ը Դաշնակցականները այդպես փորձեցին հավաքել երկրորդ ամագումար արևմտահայերի եւ ստեղծեցին մեկ հատ իբր թե կառավարությունը շփոթությունը բայելու համար, այդ շփոթությունը նորեն ստեղծելու համար առանձին այդպես կառավարությունը ստեղծեցին Երևանից։ Անշուշտ անընդունելի էր Բողոս Նուբար Փաշայի համար, որ այդպես անտեսկանք, բայց ինքը այն ժամանակն էլ գմտած էր, որ լավ հասկացանք մեր պետությունը երկու բաժին ունի, երկու մաս ունի, Արևմտյան Հայաստանը եւ Կովկասյան, ասենք թե հայկական հանրապետությունը, եթե լավ թող լինեն, բայց կարևոր է, որ դերություններու դիմաց նորեն միացված լան։ Բայց մայիս 28-1919 ստեղծված կառավարությունը Դաշնակցության կողմեն իբր թե ինքն ալ Միացյալ Հայաստանի հետ կապված էր, բայց Միացյալ Հայաստանի հետ կապված առանց Բողոս Նուբարի այդ շփոթությունը սկսել են արդեն ներկայացնել։ Ադիմաստով
այդ կառավարությունը շատ ակտիվություն չի ցուցաբերեց իրականության, ասենք թե Երևանի կառավարություն եւ դիվանագիտական աշխատանքը շարունակվեցավ նորեն եւ նորեն Բողոս Նուբատ-Փաշայի կողմեն։ Մենք այստեղ շատ դժվար ժամանակները հասկացել ենք, որովհետեւ իսկապես բավական փախիստականներ ունեինք, որ դեղափոխվեցին Կովկասյան, ասենք թե Արևելյան Հայաստանում, եւ Արևելյան Հայաստանի վիճակը բավական դժվար վիճակի մեջ էր։ Բայց մենք այդպես շարունակեցինք եւ աշխատանքները դարանք, մինչեւ որ բարձրակուն խորհուրդը ըստիածվեց դերություններու կողմեն։ Այդ բարձրակուն խորհուրդն է, որ հունվարի 19 1920 ջանցավ դե ֆակտո Հայաստանի պետություն դե ֆակտո ճանաչվեցավ այդ գլխավոր բարձրակուն խորհուրդը, որ դերությունները կազմեցին առաջին պատերազմեն հետո։ Այս դե ֆակտո ճանաչումը շատ կարևոր է, որովհետև կճանչնար մեր կառավարություն եւ կճանչնար մեկ հատ Հայաստան առանց սահման։ Հարգելիներս, պետք է հասկանաք, որ նախ պիտի ճանչնան պետությունը, վերջը այդ պետության սահմանները պիտի գծեն։ Այդպես է, օրինական ձևով այդպես է։ Եվ շատ կարևոր է, որովհետև այն ժամանակ այդ ճանաչումի այդ պետության տարածքը գսկսեր Քիլիգիա գերտար մինչև Արցախը։ Այդ ամբողջ տարածքը մեր հայկական պետության դարձավ։ Հունվարի 19 1920 Հունվարի 19 1920 դարձավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության օր։ Ադոր համար ամեն տարի եւ այս տարի մենք ալ պիտի նշենք մեր անկախության օրը։ Հունվարի 19 դարձավ մեր ընկեր Հրանդինքի երացման օրը։ Ադալ պետք է իմանաք, հարգելիներս, ամեն ինչ մտածված էր եւ կրնակ կապեր Հրանդինքի երացումը եւ մեր անկախության օրը, մասնավորապես մտածված եւ կազմակերպված։ Բայց այդպես չկայնեցավ 1920 ընդանուր մեր իրավաբանական ռեժիմի աշխատանքները, փետրվարում Լոնդոնում մեկ հատ գիտաժողովը, մեծ համաժողովը կներեք կազմակերպեցին եւ այդ համաժողովի ժամանակ որոշեցին Սևրի տաշնագրի կետերը պատրաստել Լոնդոնին գիտաժողովի ժամանակ, համաժողովի ժամանակ։ Փետրվարի ամիսը Ապրիլի ամիսը արդեն նորեն դերությունները միացել են Սանրեմո Իտալիայում եւ Սանրեմոյի ժամանակ ներկայացնեցին Սևրի տաշնագիրը։ Այստեղ շատ կարևոր է Սևրի տաշնագիրը ունի 433 հոդվածներ, որ մեծ մասը օգուտ են անշուշտ մեր հայկական հարցի լուծման։ Նույն ժամանակն ալ պետք է հասկանանք, որ դերությունները թիմեցին Վուդրո Վիլսոնի, որպեսզի ընդունի մանդատը ստանա, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիո պաշտոնական միջազգային սահմանը գծեն։ Եվ այդպես պատվիրակություն ալխրգեցին Արևմտյան Հայաստանի տարածքում, որպեսզի այդ պատվիրակությունը պատրաստի իրեն զեկույցը։ Ադիման վրա պետք է իմանալ կարևոր կետը, որ Միացյալ Նահանգների Սենատը ինքը ուներ երկու մանդատ։ Առաջին մանդատ պաշտպանել Արևմտյան Հայաստանի տարածքը
երկրորդ մանդատ ընդունել նախագահ Վուդրո Վիլսոնի ասենք թե լիազորությունը։ Առաջին մանդատը սենատը չի ընդունեց։ Առաջին մանդատը մինչև այսօր սենատը չի ընդունեց պաշտպանել Արևմտյան Հայաստանի տարածքը։ Նույնիսկ ուրիշ պետություններ կային, որ պատրաստ էին պաշտպանելու Ռումինիան, որ պատրաստ էր մինչև 20,000 զորք խրգել Արևմտյան Հայաստանի տարածքի վրա։ Մյուս կողմեն սենատը ընդունեց, որ նախագահան Վուդրո Վիլսոնը ինքը ներկայացնե եւ ստորագրե միջազգային սահմանը Հայաստանի եւ Թուրքիո միջազգային սահմանը որպես իրավարար վճիռ։ Այս երկու դարբերակները պետք է ուշադիրանալ, որովհետեւ շատերը նորեն գշոպոտեն, ասելով որ սենատը չի ընդունեց, որ Վիլսոնը ստորագրի իրավարար վճիռը։ Կասկնակ ինչ խաղերալ գնեն այստեղ։ Ադիմաստով շատ գանչեցին Թուրքիո Օսմանյան կայթության Թուրքիո պատվիրակություն եւ դվին Սևրի տաշնագիրը մայիս 11-ին նույն ժամ 1920 նույն ժամանակ մայիս 11-ին 1920 Ամերիկան եւ մյուս դերությունները ճանաչեցին Հայաստան պետություն, որ հայկական է բիդանդրատարնամատ հարցով որպես դե յուրե պետություն։ Նայեցեք հարգելիներս, մեր Հայաստան պետությունը հայկական պետություն է։ Ինչ կնշանակի։ Կապված մեր ցեղասպանության հետ, ամեն ինչ կապված է մեր ցեղասպանության հետ։ Հայկական պետություն է կնշանակի, որ իրեն բնակչությունը բնիկ ազգ մնե հայերն են։ Օրինակ Ինդիա հայկական հայկական գներեք ինդիկներու պետությունն է։ Մենք մեր պետությունը հայկական է, հայերն են, որը ստեղծեցին եւ հայերը մի տեսակ ասենք թե ազգ մնեն։ Ադորամար մեր պետությունը ճանցավ որպես Հայաստան եւ որպես հայկական։ Սա շատ կարևոր է, ինչու կարևոր է, որովհետև այսօր կտեսնանք, որ ամեն ինչ կնեն, որպեսզի ուրիշ ժողովուրդները գան եւ ապրին մեր տարածքներու վրա։ Կանդրադառնանք այդ հարցով, անշուշտ։ Այդպես դե յուրե մենք ճանաչումը ստացանք եւ եթե գվերցնեք սենատի ճանաչումը մեր պետության հետ կապված սենատն ալ գնշե Ամերիկայի սենատը գնշե որ այս պետությունը կճանաչեն աշխի առներով այդ բոլոր ջարդերը եւ վնասները որ ստացել են հայերը Արևմտյան Հայաստանի տարածքի վրա Եթե չի նշված Արևմտյան Հայաստանի տարածքը, բայց բոլորս գիտենք, որ ցեղասպանությունը կատարվեցավ Արևմտյան Հայաստանի տարածքի վրա։ Ուրեմն ասեմ, որ ամեն ինչը ցեղասպանությունից հետևանքներն են, այդ ճանաչումները, պետական ճանաչումները, այդ Սևրի դաշնագիրը եւ մնացածներ, ինչ որ կատարվեցավ, ուղղված են եւ կապված են ցեղասպանության։ Բայց ինչ ասին ուրիշ, եւ Սևրի դաշնագիրը դվին թուրքերուն ասին, մեկ ամիս ունիք ձեր պատասխանը ներկայացնելու։ Կնշանակի, որ մայիս 11-ը ունիսի 11-ին պետք է պատասխան ներկայացնեին, իրականության թուրքերը ամեն ինչ ըրին եւ սուլտանի պատվիրակությունը ամեն ինչ Մեղմեդ 6-րդ ամեն ինչ ըրավ ժամանակ շահելու։ Վերջի վերջո ուշագիր ներկայացնեցին դերություններուն, այդ պարսակուն խորհրդի եւ այդ ուշագիրին մեջ ինչ էր նշված, նայեցեք հարգելիներս, որովհետեւ ինչ կապված է այսօրվան վիճակին հետ։ Նշված է, որ Թուրքիա մինագջանշնա Կովկասի հայկական պետությունը, ասեք թե
Երևանյան Հայաստանը, Երևանյան Հանրապետությունը, որ այն ժամանակ Բաթումի միջոցով, Բաթումի պայմանագրի միջոցով ճանաչումը ստացավ 10,000 քառակուսի կիլոմետր։ 10,000 կասկնակ հիմա ինչ կապ ունի այսօրվան քաղաքական քայլերը, որ կկատարվին, եւ Բաթումի պայմանագիրը։ Բայց ինչսին դերությունները այստեղ ալ շատ կարևոր է, շատ կարևոր է, հրաժարվեցին եւ թիմեցին Ունաստանը, որ անմիջապես պատերազմը սկսի Թուրքիո դեմ։ Այո, ունիսին 1920-ը։ Հարգելիներս, պետք է ճիշտ հասկանանք, ինչպես անժամանակ դերությունները պաշտպանեցին մեր պետականություն, որ հիմնված է Արևմտյան Հայաստանի դարաշքեն։ Ինչ ասավ սուլտանը։ Սուլտանը ուլիցին 22 ջանցավ իրեն ինքնիշխան խորհուրդը եւ իրեն ինքնիշխան խորհրդին ինքը հայտարարեց որպես սուլտան, որ մենք պիտի ընդունենք Սևրի դաշնագիրը։ Եվ ինքը հրաման տվավ Դամատ Ֆերիդ Փաշայի, իրեն վիզիրի, որ երթա Սևրում այդ դաշնագիրը ստորագրելու օգոստոսի 10-ին։ Բայց հարգելիներս պետք է հասկանաք, եթե գուսումնասիրեք ողագի գսեմ ձեզի Օսմանյան կայսրության սահմանադրությունը, կտեսնաք, որ սուլտանի որոշումները հրամանակիրներն են, խոսելու դեղ չկա, եթե ճիշտ կրնակ չափել ինչ է սուլտանը, ինչ կներկայացնի սուլտանը Օսմանյան կայսրության մեջ, կրնակ հասկանալ, որ իրեն հրամանը, որ իրեն պատվիրակությունը գնա Սևրը ստորագրելու, սա հրամանակիր է, եւ այդ հրամանակիրը սուլտանի կողմեն վավերացումն է Սևրի դաշնագրին, ոչ մինակ վավերացեցավ Ունաստանի կողմեն, վավերացեցավ նաեւ Թուրքիո կողմեն։ Այստեղ ալ ոչ մեկը ցեզի չեն բացատրել, որովհետեւ ոչ մեկը գաբը չրին Թուրքիո սահմանադրություն եւ սուլտանի որոշումները, ֆիրմաները։ Հասկանաք, ասենք մինչև այսօր Արևմտյան Հայաստանը իրավաբանական տեսանկյունեն օկուպացված է Թուրքիո կողմեն։ Հասկանաք, պետք է ճիշտ չափեք այդ ամեն ինչը։ Բայց ադիմաստով պետք է իմանանք, որ դերությունները ներառյալ Ֆրանսիա, Գրան Բրիտանիա եւ ուրիշ պետությունները, 22 պետությունները ստորագրեցին Սևրի դաշնագիրը։ Օգոստոսի 10-ին ստորագրեցին։ Բայց պետք է հասկանաք այդ ստորագրության իմաստը։ Պետք է հասկանաք, որ ստորագրելով Սևրի դաշնագիրը ուժ տվին Սևրի դաշնագիրեն եւ ուժ տալով Սևրի դաշնագիրեն անոնք արդեն որևէ ցեվով օգտվեցին Սևրի դաշնագիրեն, օգտվեցին Գրան Բրիտանիան դարաշները ստացավ, Ֆրանսիան դարաշները հաստատվեցավ, Իտալիան նույնպես, բոլորը օգտվեցին այդ Սևրի դաշնագրի ստորագրություն, բացի անշուշտ մեր ազգը։ Այստեղ անոնք, որ ձեզի շփոթության մեջ գուզեն տնել, ասելով, որ Լոզանի պայմանագիրն փակեց Սևրի դաշնագիրը շփոթության մեջ, անոնք մասնավոր ուրիշի կորզակալներն են, հարգելիներս, չի կրնա պատահել, որ Լոզանը, որ ուրիշ պայմանագիր մնե,
ընդհանրապես կապ չունի Սևրի հետ եւ նույնիսկ մենք չենք մասնակցելու եւ մենք մեր պատվիրակություն Բողոսլուբար Փաշայի մասին է խոսքը չի մասնակցեց Լոզանի ստորագրությունը ինչու Լոզանը պիտի փոխարինի Սևրի ինչ իման վրա իրավանական տեսանկյունից այդպես բան չկա ոչ մի Եվ ֆրանսերեն գսենք substitution չես կրնա ամեն ինչ կնեն նայեցեք հարգելիներս Լոզանը փոխարինելու համար Սևրը Երևանի Կովկասյան հանրապետությունը փոխարինելու համար Հայաստանի պետությունը հիմնավորված Արմենիան Հայաստանի տարածքի վրա Կառավարությունները ստեղծված փոխարինելու համար իսկական կառավարությունները մինչև այսօր edո գանդարտառնանք այդ հարցով կգտնվենք այդ վիճակին մեջ ասենք թե անօրինական ցևով կստեղծեն համապատասխան ովևէ մարմինները կստորագրեն համապատասխան ովևէ պայմանագիրները փոխարինելու համար իսկականը Եվ իսկականը, որ կգտնվի դժվար պայմանների մեջ, ցեղասպանության մեջ, շատ վատ գազམ་ակերպված ցևով եւ այլն, բայց չի նշանակի, որ գոյություն չունի իսկականը։ Շարունակենք։ Այդ ցևով նոյեմբերի 22-ը Woodrow Wilson-ը ստորագրեց իրեն իրավարար վճիրը եւ աստատեցավ մեկ պաշտոնական միջազգային սահմանը Թուրքիո եւ Արմենիան Հայաստանի միջև այդ դեսակ սահման ընդհանրապես մինչև Ճապոնիա չի գա պաշտոնապես այդպես պաշտոնական միջազգայինորեն իրավարար վճռի միջոցով չեք գտնելու հիմա կպատկերացնեք իշքան Արմենիան Հայաստանը որպես պետություն իշքան ճանաչումները ստացավ Ունվարի 19-ը, մայիսի 11-ը, ունիսի 23-ը, 25-ը եւ արդեն ուշագիրը դվավ Թուրքիան եւ դերությունները հրաժարվեցին օգոստոսին 10-ը նոյեմբերի 22-ը հարգելիներս կպատկերացնեք իշքան չեք գտնելու մեկ հատ պետությունը որ այդքան ճանաչումները ստացավ իրեն պատմության մեջ Ֆինլանդիա մեկ հատ ճանաչում ստացավ ասենք թե նույն ճանաչում որ երբ ռուսերը Թուրքը Հայաստան ճանաչեցին նույն օրերը ճանաչեցին Ֆինլանդիա մեկ հատ ճանաչումով Ֆինլանդիան դարձավ պետություն անոնք որ գսեն բայց ինչ Արմենիան Հայաստանը Պատմական Արմենիան Հայաստանը, պատմական Հայաստանը կամ չեմ գիտեր ռեալ Հայաստան չէ, կամ իրական Հայաստան չէ եւ անոնք այստեղ են մեզի խապելու եւ կշարունակեն մեզի խապել, բայց մենք որպես համագարկ, որպես Արմենիան Հայաստանի պետություն մենք կպաշտպանենք մեր իրավունքները աշխարհի դիմաց եւ ես կհայտարարեմ առաջին ես որպես նախագահ կպաշտպանեմ այդ բոլոր իրավունքները, որ ստացավ Արմենիան Հայաստանը, կապ չունի ինչ տեսակ խմբակները կան Երևանում կամ չեմ գիտեր ինչ տեսակ կուսակցություն կամ չեմ գիտեր ինչ տեսակ միություն, որ իբրտե անոնք են, որ պետք է պաշտպանեն Վիլսոնի իրավարար վճիրը։ Անոնք ինչ գիտեն Վիլսոնի իրավարար վճիրի մասին, որ պետք է եւ ինչ Գոնե մեկ հատ քետ գտնեն անկախության հռչակագրից մինչև սահմանադրության այսօրվան Երևանյան Հայաստանի, որ կապված է Վիլսոնին հետ։ Մեկ հատ քետ թող գտնեն, չեն գտնելու։ Բայց չեմ ուզում խորանամ այդ կողմեն։ Շարունակենք մեր բացատրությունները։ Ադիմաստով ինչերին Այդ նույն Երևանյան Հայաստանը, այդ նույն Երևանյան այդ խմբակները, Թիֆլիսի ազգային խորհուրդը կամ չեմ գիտեր ով, ինչերին ամիջապես երբ ասկացան, որ արդեն իրավարար վճիրը ստորագրված է, կացին եւ ստորագրեցին թուրքերուն հետ երկրորդ պայմանագիրը,
Ալեքսանդրոպոլի պայմանակիրը դեկտեմբերի 2-1920 ասենք թե ուժեղացնելով Բաթումի պայմանակիրը նորեն պետք ունեցան ստորագրել եւ այդ պայմանագրի մեջ նշված է այդ պայմանագրի մեջ որ կհրաժարվեն Սևրի տաշնագիրին անոնք ով են որ հրաժարվեն Սևրի տաշնագիրը ինչ կապ ունին Սևրի տաշնագիրը կապված է Արևմտյան Հայաստանին հետ Արևմտյան Հայաստանը ունեցել է իրեն պատվիրակություն իրեն կառավարություն իրեն ամեն ինչը այդ Թիֆլիսի ազգային խորհուրդը ինչ կապ ուներ Սևրի տաշնագիրին հետ բացի որ Բողոս Նուբար ընդունել է Ավետիս Աուրանյանը որ միանա իրեն պատվիրակության մեջ մեկ հատ Դիգին Քևորքյանը այդ հարցը տվավ ինձի իսկ ինչ կասեք Ալեքսանդրոպոլի պայմանագրի մասին ես ասի կապ չունի Արևմտյան Հայաստան ինչքան գուզեն թողրաժարվեն Արևմտյան Հայաստանեն, Նախիջևանեն, Արցախեն, Զանգեզուրեն կամ Սյունիքեն, ինչ կուզեք Ջավախեն եւ այլն, իրենց որոշումները գապ չունին իրավարական տեսանկյունեն, սա քաղաքական փոլ, գիտեք Սևրի տաշնագրիդեն քանի պայմանագիր ստորագրեցին Ալեքսանդրոպոլի պայմանագիր Մոսկվայի պայմանագիրը, Քարսի պայմանագիրը եւ միշտ եւ ուրիշ պայմանագիրները մինչեւ այսօրս որ պիտի անդրադառնան ամեն ինչ կստորագրեն որովհետեւ չի լինի Սևրի պայմանագիրը բայց նորեն ալ կլինի որովհետեւ չեն գրնար շրջանցնել Սևրի տաշնագիրին Ինչ կրնան կսել հայերը մեր ազգը պետք է ճիշտ որոշե ինչ կպաշտպանենք եւ ինչու կպաշտպանենք բայց մենք որպես Արևմտյան Հայաստանի պետություն կշարունակենք բանջելու բան չունենք մենք իրականացնելու խնդիր ունենք եւ համապատասխան հնարավորությունները պետք ունենք At ամբողջը at իրավարական փաթեթը որ ունենք մենք իրականացնելու մնացածը ինչ եկյատները գուզեն պատմել մեր մասին Ալեքսանդրոպոլի պայմանագիրը Արևմտյան Հայաստանի հրաժարվեցավ անոնք իրենց մասին հրաժարվեցին անոնք չհրաժարվեցին Արևմտյան Հայաստանի մասին որովհետև Արևմտյան Հայաստանի հայություն մեջ Արևմտյան Հայաստանի ոյև քաղաքական ուժը երբեք չհրաժարվեց այդ իրավանական փաթեթը 100 տարվան մեջ չեք գտնելու եւ ադորամար է որ մենք պիտի շարունակենք մեր պայքարը պիտի շարունակենք մեր իրավունքները պաշտպանելու համար այստեղ ինչու մենք դատարան կմտնենք այսօր ինչու դատարանում եւ պիտի թիմենք բոլորին դատարանին Եթե անոնք գուզեն մեզի շարունակել մեր ցեղասպանությունը, մեզի ոչնչացնելու համար, թող մենք իրենց պիտի կանչենք դատարանում, եւ թող դատարանի դիմաց ամեն ինչ ներկայացնեն, ինչքան որ մենք դատարանը պիտի կանչենք, ինչքան մենք մեր պիտի ուժեղանանք մեզի։ Այդ ցևով գուզեի ասեմ ձեզի, որ մենք չենք ընդունելու ինչ որ Երևանը կորոշի մեզի համար մինչև այսօր ալ չենք ընդունելու անդրադառնանք հիմա իրական այսօրվան վիճակին հետ կապված ինչ կապ ունի Արաքսկեդի Մեղլի սահմանը Սովետ Հայաստանին հետ ճիշտ խոսենք արդար խոսենք մեր մեջ խոսենք ինչ կապ ունի Իրանի Հայաստան պետության հետ կապված այդ սահմանը գոյություն ունի 1920-ից ի վեր ճանաչված բոլոր դերություններու կողմեն
բոլոր դերություններու գոմեն ճանաչված է։ Ինչ այդ ցախմանը Սովետ Հայաստանից չէ, իրեն չի պատկանի, այսօրվան Երևանյան Հայաստանին ալ չի պատկանի։ Ադոր համար է, որ իմանալով, որ այդ ցախմանը իրենց չէ, թրիպ ստեղծեցին։ Ասենք թրիպ, թրիպը ֆրանսերեն խաշ է, խաշի պես մի բան, ասենք Ադրբեջանը պետք է իրավունք ունենա անցնել մեր դարածքի, մեր սահմանի միջոցով, մեր սահմանի, Հայաստան պետության սահմանի միջոցով դեպի Նախիջևանը։ Նախիջևանը ինչ կապ ունի Ադրբեջանին։ Նախիջևանը Ստալինն է, որ դվավ Նախիջևանը Մուսավատին, ինչ կապ ունի կամ ադրբեջանցիներուն։ Ինքը ադես խաղաց, մեկ հատ դարածքը, հայկական դարածքը դվավ մյուսին։ Հիմա մյուսն ալ մեկ հատ մգա 2023-ին Արցախ դարածքը դվավ մյուսին։ Ասենք մեր դարածքները շատ է ուրիշներուն դալ, որովհետև այո չունենք համապատասխան հնարավորությունները մեր դարածքները պաշտպանելու, բայց չի նշանակի, որ այդ իրավասությունը չունենք, չի նշանակի, որ լեգիտիմությունը չունենք։ Ամեն մեկ հայ, հարգելիներս, որ ցեղասպանությունից փրկված է, լեգիտիմ է իրենց իրավունքները պաշտպանելու։ Այդ լեգիտիմությունը ունի ձեր իրավունքները պաշտպանելու եւ որպես փնիկ, եւ որպես պետություն։ Անոնք որ ցեզի կբաժնվեն, մեր դարածները ուրիշներուն դան, ինչու ուրիշներուն գուտան մեր դարածները, իրենց չեն, չէ, ասենք ոևէ ցևով բամը պիտի շային, մեր դարածները, հայկական դարածները օդարներուն դալ, բայց չի նշանակի դալը, չի նշանակի կամ ծախել նույնիսկ, չի նշանակի, որ ունին այդ իրավունքը, չի նշանակի, որ մենք դերը չենք մեր պետության, մենք դեր են մեր պետության, եթե մեր համագարկը գոյություն ունի, եթե մեր ազգը գոյություն ունի, եթե մեր ազգը լավ կբռնե եւ լավ կճանչնա իրեն իրավանական պատետը, օգուտ պետության համար է։ Ժողովուրդավարությունը օգուտ հայկական պետության համար է, որովհետև ժողովուրդավարության միջոցով մենք կրնանք դաստիարակել մեր ազգը, մեր անդամները, մեր հայրենագիցները, որովհետեւ ճիշտ հասկանան, ինչ ունին պաշտպանելու այս աշխարհում։ Այդպես մենք պիտի ես գաբեցի չէ մասնավորապես այսօրվան վիճակին հետ մեր իրավանական պատետը պետք է հասկանաք մենք չենք ուզել բոլորի դեմ պատերազմ, մենք այդպես բան չենք ուզել, ով գուզե մշտական պատերազմ ունենալ բոլորի դեմ, մենք այդպես բան չենք ուզել, բայց մենք չի նշանակի, որ մենք չի պիտի մոռանանք մեր իրավունքները եւ չի նշանակի, որ մենք չի պիտի պաշտպանենք մեր իրավունքները, եթե 100 տարվան մեջ բոլորը մեծ մասը իբր թե փորձագետները, մասնագետները, չեմ գիտեր ինչ գետները, մինչև իմագույմասին, որ ցեղասպանությունը ճանաչումով պետք է զբաղվենք, հետո եթե Թուրքիան կճանաչի, կզբաղվենք մեր իրավունքներով, մեր պահանջներով։ Սպասեք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանություն։ Դուք սպասեք, ինչքան կուզեք սպասեք, 1000 տարի սպասեք։ Բայց չի նշանակի, որ մենք Արևմտյան Հայաստանի հայությունը դեռ չի գայնելու իրեն իրավունքներու մասին։ Վերջացած է, ասենք թե շուտախոսները, գերձավորները, այդ բոլոր իբր տեքսա քաղաքականությունն է, քաղաքականությունով պետք է սպաղվենք ու չսպաղվենք, կամ մեր ամանքները, կամ մեր սպիրկահայերը այդպես կոչված,
քաղաքականությունով չի պետք է սպառվին եւ այլն սուտ ամեն ինչ սուտ բաներ են հայ լալով եւ քաղաքականություն գսպառվիս եւ իրավանական դեսանգյունիտ գսպառվիս եւ մշակույթով գսպառվիս եւ գրթությունով գսպառվիս եւ ամեն ինչով գսպառվիս Գամ հայ ես ընդանուրը, գամ հայ չես։ Եվ գսպավիս քու դարասները պաշտպանելով, քու հասկդ պաշտպանելով, եւ գսպավիս տադական աշխատանքները դանելով, որբեսի ովևէ մեկը քո ինքնիշխանության դեմ դուրս չի գա։ Եվ նորմալ է։ Ով է սա որ նորմալ չէ։ Adonamar ես եթե գտիմեմ հայությունը այսօր մենք միասին մեկ բրուսկով պաշտպանենք մեր իրավունքները մենք չզիջենք ոչ մի բանի որովհետև բամը չունենք զիջելու մենք արդեն ցեղասպանություն անցել ենք մենք արդեն բոլոր անցակոլզությունները անցել ենք նայեցեք ջուխայի կերեզմանի հետ կապված եկան դեսան մեր խաչքարները եւ գոդորեցին մեր խաչքարները եւ իրենց փանակն է որովհետեւ անոնք ուրիշ դեսակ չեն եւ եթե իրենց ինչ կնշանակե խաչքար եւ ինչ աթխաչքարը ինչ կներկայացնի իրենց համար որ ստիպված իրենց փանակի զինվորներու միջոցով պետք է քանդեն մեր խաչքարները ինչ կնշանակի ինչ կներկայացնենք մենք իրենց համար կներկայացնենք ուժեղ ազգը հին ազգը շատ հին ազգը որ ունի հազարավոր դարիներ կյանքը նույն դարասքի վրա կներկայացնեն փնիկ ազգը եւ անոնք եթե գրնան այդ փնիկ ազգի ամեն ինչ թալանեն օգտվելով ապրանքը դարձնելով չեմ գիտեր ինչ փողի դեսակը որբեսի արուստանան որբեսի իրենց հնարավորությունները դեղափոխեն արևմուտքի բանկաներուն մեջ եւ անոնք կմտածեն որ ավիդյանը պիտի ապրեն եւ չեն մտածում, որ ինչ որ ծախեցին, թալանեցին, քանդեցին, գոդրեցին, ոչիչացնեցին, արդեն ինչ որ ըրին վերջնական է, ինչ փողերը դեղափոխեցին ուրիշ դեր, արդեն այդ փողերը իրենց չեն մնալու։ Այդ արուստությունները իրենց չեն մնալու։ Ուրիշներ ալ գոկտվեն, գվարեն, գբադրեն, գշպրտեն, գնեդեն։ Adorամար գսեմ ձեզի, մենք պիտի ճիշտ հասկանանք ինչ կկատարվի, որբեսի ճիշտ որոշումները առնենք եւ մենք որպես հայ շարունակենք մեզի պաշտպանելու։ Շարունակենք այդ բոլոր ինչ որ ցեզի ներկայացնեցի, ես խնդիր չունիմ Թրամփին պիտի խրգեմ Բարոն Թրամփին պիտի խրգեմ, բարոն Պուտինին պիտի խրգեմ, բոլորին պիտի խրգեմ, որովհետեւ անոնք հասկանան, որ մեր համագարկը կշարունակի ոտքի ըլլալը, ոչ ըլլալը։ Հիմա հայությունը մեծ մասը նայեցեք, եթե կվերցնենք ինչ կկատարվի Երևանյան հանրապետության մեջ, ինչ կկատարվի։ Իրականության այսօրվան անդերի իշխանությունը ինչքան դոգոսով իշխանություն դարձավ ինչքան հնարավորությունով իշխանություն դարձավ քանի հայությունը կամ քանի քաղաքացիները մասնակցեցին որպեսզի իշխանություն դառնան եւ այդ իշխանություն դառնալով իբր թե կներկայացնեն ամբողջ հայությունը այդպես բան չկա հիմա գապ չունի եթե նույնիսկ սփյուռք այդպես կոչված սփյուռքի մեջ խմբակներ կան որ դիգուն կգայնեն այդ դեսակ իշխանություններուն գապ չունի մենք պիտի շարունակենք
որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության համագարկը մենք պիտի շարունակենք մեր պայքարը, մենք պիտի շարունակենք պաշտպանել մեր իրավունքները աշխարհի դիմաց։ Շուտով ցեզի կներկայացնեմ մեր մագի, մեր ընդհանուր ծրագիրը կապված մագի ժողովները, որովհետեւ դուք ալ ճիշտ պատկերացնեք ինչպես պիտի աշխատենք։ Այս ուզեի անշուշտ ես չեմ ամփոփելու մեր իրավանական պատետը այս հաղորդաշարի միջոցով։ Կանդրադառնանք ուրիշ կետերի վրա։ Ես ալ պիտի ներկայացնեմ ցեզի բնիկ ազգերի եւ ժողովուրդներու իրավունքները ինչ մակարդակ ունին եւ ինչով կրնան օգտակար լինան ամբողջ հայության համար։ Ասենք երթով այդպես պիտի երթանք հարգելիներս, որովհետեւ ձեր մոտ ուրիշ լույս մը ունենաք, ուրիշ անկյուն մը տեսնաք եւ ինչ իման վրա մենք կշարունակենք այսօր եւ պաշտպանելու Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները եւ պաշտպանելու Արցախի հայության իրավունքները։ Հարգելիներս, կուզեի շնորհակալություն հայտնեմ ցեզի, ես ալ կդեղադրեմ մեր գայքում եւ մեր ձայնագրության դագը բոլոր ըղումները, որբեսի ճիշտ հասկանաք ինչ հիմքերը ունենք, ինչ տեսակ հիմքերը ունենք։ Մեկ հատ հարց մը ստացա, եթե Արևմտյան Հայաստանը ունի իրեն դատարանը։ Նայեցեք հարգելիներս, Արևմտյան Հայաստանը ունի իրեն սահմանադրական դատարանը, որովհետև այդ սահմանադրական դատարանն է, որ մեկ ստեղծվել է սահմանադրությունը եւ երկրորդ կպաշտպանե սահմանադրության բոլոր գետերը, որ անշուշտ անպայման ձայնագրությունն կկազմակերպեն ցեզի ներկայացնելու համար։ Չունենք հիմա ուրիշ տեսակ դատարան, բայց շատ հիմա կմտածենք կապված մեր անվտանգության հետ։ Ինչ տեսակ դատարան կրնանք ստեղծել։ Եվ հիմքերը կան իրականության մեր անվտանգության հետ կապված դատարանը ստեղծելու, բայց մեկ բան պետք է հասկանանք մեր անվտանգության հետ կապված։ Ինչ որ հիմա ցեզի կներկայացնեմ, այդ գիտելիքները որ կփոխանցեմ ցեզի, այդ հիմքերը փաստերը, այդ բոլոր բացատրությունները որ կփոխանցեմ կներկայացնեմ ցեզի, ձեր անվտանգության համար է։ Անվտանգությունը կսկսի ամեն մեկի անադի վրա։ Ամեն մեկը, որ Արևմտյան Հայաստանի զավակ է, ինքը պիտի համապատասխան գիտելիքներ ունենա, ինքը իրեն պաշտպանելու համար։ Այստեղ կսկսի անվտանգություն, անադի վրա։ Հետո կշարունակենք ընտանիքով, հետո կշարունակենք ամենքով, հետո կշարունակենք ժողովուրդներով, Արցախի հայություն, Ջավախքի հայություն, տարբեր Նախիջևանի հայություն եւ այլն, հետո արդեն ազգով։ Այդ շղթան պետք է ստեղծենք, բայց այդ շղթան պետք է հիմնավորված լինի գիտելիքներու իման վրա, փաստերով, ապացույցներով, վկայություններով։ Այսօր մենք պիտի ամփոփենք, բայց ես կխնդրեմ մեկ բան, չշփոթենք Արևմտյան Հայաստանի պետականությունը, Կովկասի հայկական պետականությունը, որ մեր կողմեն դե ֆակտո ճանաչված է ոչ դե յուրե, որովհետև մենք կպաշտպանենք Միացյալ Հայաստանի բոլոր իրավունքները աշխարհի դիմաց։ Շնորհակալություն ցեզի եւ շատ շուտ նորեն հանդիպենք, գաճիկ։